Բարև ձեզ, սիրելի քաղաքացիներ եւ հատկապես սիրելի գյումրեցիներ։ Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին առնվազն շատերիս թվում էր, թե այս ընտրությունների ընթացքում մենք պիտի խոսենք Գյումրու զարգացման մեր ծրագրերից, Գյումրում մեր արած աշխատանքներից, ներկայացնենք դա ձեզ, մեր թիմը դա ներկայացնի ձեզ եւ այդ ուղղությամբ շարժվենք առաջ, փորձելով մրցակցել ծրագրերով եւ մնացածով։ Սակայն որքան էլ որ ինձ համար զարմանալի չէր, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դրածո թեկնածուները եւ նրանց քաղաքական թիմերն ու նրանց ծառայող լրատվական դաշտը այս ընտրությունները փորձեց տանել լրիվ այլ ուղղությամբ, որը ի դեպ բնականաբար ընդհանրապես ձեռնտու չէ նրանց։ Ասեմ թե ինչու, որովհետեւ Սերժի ու Ռոբի քաղաքական թիմերը փորձում են ընտրությունները տանել Ղարաբաղի թեմայով, Գյումրու ընտրությունները տանել Ղարաբաղի թեմայով։ Այն մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ Գյումրին թողել են ավերակների մեջ, փողոցները թողել են ցեխի կեղտի մեջ, Ղարաբաղ ասելով։ Հիմա են փորձում են ընտրությունները Գյումրու տանել էլի Ղարաբաղ ասելով, որտեղ Ղարաբաղը նրանց համար մշտապես եղել է Գյումրին ցեխի մեջ թողելու արդարացում, Գյումրում անօթևաններ թողելու արտարացում, Գյումրում աղքատության կամ նույնիսկ չքավորության բարձր մակարդակ թողնելու արդարացում։ Օրինակ մարդը դուրս է եկել, ասել է ես ինչի եմ թոշակ ստանում ընդամենը 12,000 դրամ, ասել են Ղարաբաղ։ Մարդ ասել է խիա Գյումրու կենտրոնական փողոցները ցեխի ու կեղտի մեջ, ասել են Ղարաբաղ։ Հիմա էլի եկել են ու որոշել են որ Ղարաբաղից խոսան, բայց դա դեռ ամենը չի, ուրեմն Ղարաբաղի հանձնումը ստորագրածները փաստացի Ղարաբաղի լուծարումը ստորագրածները Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ ու կամ նրա քաղաքական կուրատորների Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ եկել են փորձում են քաղաքացիական պայմանագրին հարցեր տալ, թե բա այդ Ղարաբաղի հանձնումը եւ այլն։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղը լուծարել է մեկ հոգի, կա ստորագրություն, կա անուն Սամվել Շահրամանյան, Լեռնային Ղարաբաղի ոչ բարով նախագահ։ Այդ ստորագրությունը կա, այդ փաստաթուղթը կա, այդ ամեն ինչը կա։ Ու դա եղել է այն ընթացքում, երբ որ մենք այդ նույն մարդկանց հորդորում ենք, ասում ենք գնացեք Սոֆիայում բանակցությունների, որպեսի հայերին Լեռնային Ղարաբաղում պահենք, որպեսի հայերը կարողանան բնակվել Լեռնային Ղարաբաղում, բայց չէ, այդ մարդիկ այդ նույն պաթոսախեղ տեքստերով գնացին ու ստորագրեցին Եվլախում Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը։ Այդ եվլախականները այսօր որոշել են, որ իրանք Գյումրիում պետքա խոսան Լեռնային Ղարաբաղի հանձնումից, ու կամ իրենք իրենց ու իրենց որդիներին, իրանց ազգուտակին բանակից ազատած ինչ-որ մի հատ կոնգլոմերատ որոշել է, որ պետքա խոսա հայկականությունից ու հայկականը պահելուց։ Տղերք, բա ձեր տղերքին ինչի էիք բանակից ազատում։ Մեկը ուզում էր գող դառնալ, դրա համար էիք ազատում։ Բայց մնացածին ինչի էիք ազատում։ Շիզոֆրենիա հո չի, հա, շիզոֆրենիայի տարն էլ կա իհարկե այս ընտրություններում, բայց չի կարելի էլի դա փաթաթել բոլորի վզին։ Կամ այդ շիրակցիները չգիտեմ, գյումրեցիները չգիտեն Ղարաբաղում ինչ է կարել ու ոնց է կարել։ Ծառայողների ամենամեծ թիվը Ղարաբաղում եղել է Շիրակից։ Ինչի, որովհետև ամենաաղքատ մարզն է եղել Շիրակը։ Գյումրին ամենաաղքատ քաղաքն է եղել, ձեր ջեբի փողը մարդիկ չեն կարեցել տան, երբ որ դուք ձեր որդիներին բանին ազգուտակին սաղին բանակից ազատել եք, այս խեղճերի երեխեքին եք տարել Ղարաբաղ ծառայելու։ Էդ ով չգիտի, էդ ում համար է դա նորություն։ Թե բա Ղարաբաղը հանձնած։ Ղարաբաղը հանձնածը ձեր քաղաքական հայրերն են ուղիղ ստորագրությամբ ու մակագրությամբ, ուղիղ անմիջական անուն ազգանունով։ Մեկել են կամ բանը, ինչ անունը, Սերժի խմբակցության падգամավորը Գյումրու ընտրություններում ասում է դե հայկական պետքա պահվեր կամ նմանատիպ ինչ-որ մի բան։ Պետքա հիշացնել ուղղակի, որ հենց իր խմբակցության ղեկավարը ինչ տոնախմբության մեջ էր, երբ որ Լեռնային Ղարաբաղում իշխանափոխություն տեղի ունեցավ ու իշխանության եկավ Լեռնային Ղարաբաղի լուծարումը ապագայում ստորագրողը։ Էդ է պետք հիշացնել ընդամենը այս մարդկանց երևի։ Կամ այդ բանակի տարիներ տևած թալանը ուղղակի։ Ղարաբաղ ասելով 30 տարի շարունակ ասել են Ղարաբաղ, Գյումրին թողել են ավերակների մեջ։ 30 տարի շարունակ ասել են Ղարաբաղ, Գյումրին սարքել են մի հատ մինի Սիցիլիա իրանց ընտանիքներով, իրանց խամերներով ու մնացածով։
Ղարաբաղ ասելով են այդ ամեն ինչը արել, բայց Ղարաբաղ ասելով ամենակարևորը իրանք իրանք ազգուտակին բանակից ազատել են, մշտապես իրանք իրանք ազգուտակը մշտապես բանակից ազատված է եղել, բայց իրանք ամենահայրենասերն են, ամենասենց ռազմատենչն են, հա հասկացանք, այն մեկն է բանը անում, Դումայի պատգամավոր է բերում ընտրությունների վրա, մենք ինչքան ասեցինք չխոսանք այս ընտրությունների մասին, մենք ինչքան ասեցինք փորձենք չխառնվել այս ընտրություններին, այդքան տենց ասենք թող գյումրեցիները, գյումրեցի տեխնացուները, գյումրեցիները այս ընտրություններում իրանց որոշումը կայացնեն, իրանց քննարկումներն անեն, բայց ոնց հասկանում ենք Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները այս ընտրություններին փորձում են չխառնվել, բանից են Ռուսաստանի Պետդումայից են պատգամավորներ բերում Քոչարյանի աչուձախ ձեռքերը կամ մարմնի այլ մասերը։ Հիմա Սերժ Սարգսյանը այս ընտրություններին մասնակցում է 2 հոգով, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Ռոբերտ Քոչյանը մասնակցում է 2 հոգով, Կարեն Սիմոնյան, Վարդան Ղուկասյան, հետո այդ բոլորով միասին պատրաստում են իրենց ձայները տան Վարդան Ղուկասյանին ու Սարգեն քաղաքապետ, մենք էլ պետքա սենց լուրջ նստենք։ Չի լինելու տենց բան։ Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչ աջակցություն ունի քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում, Սարիկ Մինասյանը Գյումրիում, ու բոլորի համար ակնհայտ է, որ այլևս Ղարաբաղ ասելով Գյումրին թալանել չի ստացվելու, Ղարաբաղ ասելով Վանաձորը թալանել չի ստացվելու, Ղարաբաղ ասելով Երևանը թալանել չի ստացվելու։ Այդ ժամանակներն անցել են։ Այդպես Ղարաբաղ ասող տղայիկ բանակները ժեշտի բանկեքի հույսին չթողեիք։ Դες Ղարաբաղ ասող տղերքեիք բանակը 70-ականների, 60-ականների, 50-ականների զենքի հույսին չթողնեիք։ Զինվորականների աշխատավարձը 120,000 դրամ չթողեիք։ Ձեր ազգուտակին բանակից չազատեիք։ Զարմանում եմ ուղղակի այս մարդկանց բանի վրա էլի, իմբիցիլիզմի վրա ուղղակի, որ իրանց համար ամենաբան թեման, իրանց պարտության թիվ 1 թեման, որ քաղաքական իրանք այս առումով ուղղակի հողին են հավասարեցված։ Ղարաբաղի թեմայով, թե Սերժը, թե Քոչարյանը, թե իրանց բոլոր տեխնացուները, թիմերը, բանը հողին հավասարեցված են, իրանք որոշել են, որ այս իրանց համար շահեկան թեմա է։ Գնացեք ձեր ընկեր Սամվել Շահրամանյանից հարցրեք, ով ինչ ստորագրե, ոնց ստորագրե, գնացեք ձեր ազգուտակերին հարցրեք, թե ում ինչ հոդվածով եք բանակից ազատել, քանիսով եք ազատել ու ինչ եք արել հետագայում։ Ու ինչ խեղճ ընտանիքի, խեղճ ու հիվանդ երեխա են տարել ձեր այդ ազգուտակի հաբրգացների տեղը ծառայելու բանակում։ Գնացեք ու նայեք այդ ամեն ինչ, ու հերիք եղավ, բոլ եղավ արդեն իսկականից։ Ինչքան քաղաքականացնեք այս ընտրությունները, այդքան ձեր համար շատ ավելի վատ ու մեր համար շատ ավելի լավ, ես սա ձեզ վստահեցնում եմ։ Ինչևէ, սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ինչա պետք անել մարտի 30-ին։ Ես վստահ եմ, որ դուք այլևս Ղարաբաղ ասելով Գյումրին թալանողների համար ոչ մի քվե չունեք ընդհանրապես։ Մարտի 30 քվեաթերթիկ համար 1